Հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը կազատազրկվի 20 տարով։ Ես ուզում եի իմանալ, դուք բազմիցս ասել եք, որ նրանց համաներումը, նրանց ազատ արձակումը քաղաքական է, որոշումը լինելու է քաղաքական, բայց զուտ իրավական մեխանիզմների առումով կա ինչ-որ հնարավորություն բողոքարկելու միջազգային ատյաններ։ Այո, հնարավոր ունի իրավական լուծում, առաջնահերթորեն քաղաքական հարց է, սակայն հաշվի առնելով, որ իրավական գործընթացներն են նախ եւ առաջ չարաշահվել քաղաքական նպատակներով, այդտեղ իրավական շարունակականություն հնարավորություն կա, ձևական առումով ադրբեջանական վերադասատյաններ, ադրբեջանական իշխանությունները ճանաչել են մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը եւ արդար դատաքննության իրավունքի խախտումները կարող են արդյունավետորեն կոչվել եթգանգատում։ Նշեմ, որ ադրբեջանական հիմնական քաղբանտարկյանները, ակտիվիստները, լրագրողները, որոնք բռնաճնշումների զոհ են եղել, կարողացել են իրենց իրավունքների վերականգնումը իրականացնել հենց այս ատյանի միջոցով։ Իհարկե, մայքի մեխանիզմը եւս կա, սակայն առավելապես քաղաքական եւ բարական ճնշում է գործադրում, իսկ իրավաբանորեն պարտադիր ակտեր կարող են ձեռք բերվել հենց մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության շնորհիվ։ Այսինքն պետք է Ադրբեջանում սպառեն այդ հնարավորությունները, նոր գնան մի հետ։ Դա երկարատև գործընթաց է, չէ՞, ենթադրում։ Անկեղծ ասած, սպառում այս պարագայում պարտադիր չէ, քանի որ կոնվենցիան պարտավորեցնում է դիմատուներին սպառել համարժեք եւ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները։ Եթե պաշտպանության միջոցը տեսականորեն գոյություն ունի, սակայն ձևական է եւ չի կարող իրականում արդյունավետ գործել տարաբնույթ խնդիրների պատճառով, դիմացինները կարող են ազատվել այս պարտականությունից, ուղղակի ապացուցման բեռն է փոխվում։ Եթե մենք սպառում ենք, հետագայում դատարան ընդհանրապես գնահատում է այդ ժամկետների պահպանումը։ Եթե դիմատուները չեն սպառում, իրենք պետք է հիմնավորումներ ներկայացնեն, թե ինչու տեսականորեն գոյություն ունեցող մեխանիզմներ համարվում են անարդյունավետ։ Նշեմ, որ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում մենք ունենք ձևավորված ստանդարտներ, նախադեպ, համաձայն որի ադրբեջանական ատյանները արդյունավետ չեն։ Օրինակ, նույն Գուրգեն Մարգարյանի գործով Ալիևի ներման հրամանագիրը որևէ կերպ չի վիճարկվել ներպետական դատարաններում, թեև հրամանագրերը ենթակա են դատական վերանայման, քանի որ այդ մեխանիզմները անարդյունավետ են հայերի առնչությամբ։ Մենք նմանաբնույթ գործեր ունենք այլ զոհերի մասով, Խոջոյան, Սարիբեկյան, Բալայան եւ այլն կարող եմ թվարկել, Բադալյան։ Եվ ունենք նաեւ սեփականության իրավունքի գործեր, այսինքն կա չփոփոխված միատեսակ դատական դիրքորոշում, որ հայերը արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ են Ադրբեջանում։ Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանը ունի փաստաբանական խումբ կամ փաստաբան, երևի իրեն կնախաձեռնեն, իսկ հնարավոր է նախկին նախագահների, նախկին պաշտոնյաների Արցախի ձեր կողմից նախաձեռնվի կամ արդեն գուցե նախաձեռնվել է մի այդ ներկայացրելիք հայցը։ Նշեմ, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը կարծիքանց հանդես կգա հաղորդագրությամբ, նաև ես անձամբ իմ փաստաբանի կարգավիճակով կոնսուլտացիաների մեջ եմ ընտանիքի անդամների հետ, նման իրավական հնարավորություն տեսնենք, ուղղակի մանրամասները կհայտնենք ավելի ուշ։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով հարցիս երկրորդ մասը վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսինքն Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք հանդես կգանք այսօր հայտարարությամբ եւ բնականաբար գործընթացները իրավական շարունակականություն ունենալու են, բայց որոշակի գործընթացներ անհատական գործողությունների հիման վրա կմեկնարկվեն նաև ռազմաքաղաքական ղեկավարների մասով, ուղղակի մանրամասները կարողանանք հայտնել ավելի ուշ։